125 էջից բաղկացած կառավարության ծրագրի հիմքում անկախ, անվտանգ եւ խելացի Հայաստան ունենալու տեսլականն է։ Ոչ մեկ մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը, ոչ մեկ մեր տեղը չի անի մեր գործը։ Անդիմադիր падգամավորներին չգոհացրեց նրա ելույթը։ Անհավես, անեմոցիա, շատ անվստահ ելույթ էր։ Դուք երբ որ նոր եք եկել, այդպես ինչ էիք փոխվել է։ Անդիմության համար անհասկանալի էր 2018 թվականի ապրիլից, երբ լիարժեք քորեն կգործի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, թե ոչ։ Ես չեմ կարող պնդել, որովհետև հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ։ Ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ելք դաշինք խմբակցության ղեկավարը մեջբերեց մինչ սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանի այն ելույթից, որտեղ նա հայտարարում է, թե ինքը չի հավակնում դառնալ վարչապետ։ Այնպիսի տպավորություն է, որ խորհրդանական մեծամասնության ներկայացուցիչները ճակերտավոր արդեն սկսում են Սերժ Սարգսյանին համոզել, որ նա այնուամենայնիվ փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Ես չգիտեմ համոզողներ կան թե չկան, ես համոզողների մեջ չկամ։ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ Կարեն Կարապետյանը Քարոզ Արշավին Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ակտիվ մասնակցությունից հետո հիմա ֆիասկոյի առաջ է։ Ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր ոչ թե մենք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի եւ գործունեության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացի։ Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա։ Իմ գործընկերոջ հարցադրումից հետո ասեցիք, այո, ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ասենք ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ։ Էլի քմարտ կար պատրաստ է, բայց քաղաքական մեծամասնություն մենք չունենք։ Մենք չունենք մեծամասնություն, բայց ուզում ենք հասկանանք այսօրվա վարչապետը ունի քաղաքական մեծամասնություն թե չէ։ Այդ հարցին չեք կարողանում պատասխանել։ Ծառուկյան դաշինքը վկայակոչեց Գելափի տվյալները, ըստ որոնց Հայաստանը հարցված 31 երկրների շարքում 8-րդ տեղում է արտագաղթի սրընթաց տեմպերով, իրենից առաջ թողնելով Հայիթին, Ալբանիային, Նիգերիային, Կոնգոյին, Դոմինիկյան Հանրապետությանը եւ Հոնդուրասին։ Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու։ Գոլ մենք չենք տեսել։ Մենք տեսել ենք դեռևս ինքնագոլ էր սեփական դարպասին։ Կառավարության ծրագրում տնտեսական աճը նշված է 5%, արտահանում հնահարաբերությունը 40-ից 45%, աղքատության կրճատումը կլինի 12%-ով, իսկ հարկային եկամուտների աճը նախատեսվել է 2.5%-ով։